Հայաստանում ընտրական գործընթացի ֆոնին իրավապահ համակարգն ակտիվ է աշխատում։ Քննչական կոմիտեի տվյալներով միայն ապրիլ-մայիս ամիսներին նախաձեռնվել է 79 քրեական վարույթ կապված ընտրական գործընթացի ենթադրյալ խախտումների հետ, որոնց շրջանակում 38 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ 15 անձի նկատմամբ կիրառվել է կալանք, մյուսների նկատմամբ տարբեր խափանման միջոցներ։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ վարույթները վերաբերում են ընտրական իրավունքի խոչընդոտմանը, քարոզչության ընթացքում ենթադրյալ խախտումներին, հավաքների կազմակերպման եւ մասնակցության հետ կապված դեպքերին։ Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տվյալների, կատարվել են լայնածավալ քննչական գործողություններ, հարցաքննվել է մոտ 1000 անձ։ Միևնույն ժամանակ, օրինակ ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը դիմել էր գլխավոր դատախազություն, պահանջելով ուսումնասիրել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավային հայտարարությունները, դրանք գնահատելով որպես հնարավոր քրեական օրենսգրքի խախտումներ։ Քննչական կոմիտեն սակայն մերժել է, վարույթ նախաձեռնել է, իսկ դատախազությունը հաստատել է այդ որոշումը։ Ռոբի Աշիրի Գագոյի հետ Սերժնե Դավեսկա փաթեթով կզացնել են, փաթեթով։ Վերադառնալով ձերբակալությունների ու կալանավորումների թեմային, իրավաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով ընտրական գործընթացում իրավապահ մարմինների գործողությունները առաջացնում են անաչառության վերաբերյալ հարցեր։ Նշանակում է, որ այստեղ կա ուղիղ քաղաքականների իրավացություն, այդ կառույցները ուղիղ հրամանի տակ են Նիկոլ Փաշինյանի, այսինքն նրանց գործունեությունը որևէ կերպ անկողմնակալ դիտվել չի կարող, հետևաբար նրանց գործունեության որևէ արդյունք չի կարող վստահության կանխավարկածով գնահատել։ Փաստաբան Սոս Հակոբյանի խոսքով իրավապահներն անպատասխան են թողնում եւ համարժեք հրապարակային արձագանքներ չեն տալիս իշխանական ուժի ներկայացուցիչների հետ կապված դեպքերի վերաբերյալ, որն էլ իր հերթին առաջացնում է ընտրովի արդարադատության ընկալում։ Իրավապահ մարմինները ակնհայտորեն գործում են ընդդիմադիր ուժերի թիրախավորմամբ, չկա որևէ տվյալ, որևէ ստուգում, որևէ հայտարարություն իշխանության ուժի կատարած ինչ-որ կասկածելի դեպքերի մասին։ Փաստաբանի գնահատմամբ իրավապահների վարքագիծը խուզարկություններից մինչև քարոզչական շտաբների աշխատանքի խաթարում ազդում է քաղաքական գործընթացների վրա։ Հրապարակումներ կան, որ օրինակ խուզարկություններ են անում ու արգրավում են շտաբներում առկա ամեն ինչ տեսնում են, ասեն թղթեր, ինչ-որ պլանավորված աշխատանքային փաստաթղթեր, գույք, համակարգիչ, պրինտեր, այսինքն այն ամեն ինչը պետք է մարդկանց օգնի դրանց քարոզչական աշխատանք պլանավորել եւ իրականացնելու համար։ Նրա խոսքով հրապարակվող ձայնագրությունների եւ քրեական վարույթների ծավալը նույնպես հարցեր է առաջացնում, քանի որ դրանք հաճախ դուրս են գալիս զուտ իրավական տրամաբանությունից։ Հատուկ քննչական կոմիտեն շեշտում է, որ ուժի, որ համակրի մասին է խոսքը, որով նույնպես ստեղծում է վախի մթնոլորտ տվյալ ուժի համակիչների, աշխատողների, քարոզիչների մոտ։ Անդրադառնալով Մասիսում տեղի ունեցած միջադեպին, փաստաբանը նշում է, որ իրավապահների արձագանքի տարբերությունը եւս խնդիր է։ Եթե նմանատիպ միջադեպում ներգրավված լինեին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, ապա իրավապահների արձագանքը նրա խոսքով կլիներ շատ ավելի արագ եւ կոշտ, ներառելով օպերատիվ գործողություններ, խուզարկություններ եւ հնարավոր ձերբակալություններ։ Սակայն տվյալ դեպքում արձագանքը գրեթե բացակայում է կամ չի արտահայտվում նույն արագությամբ ու ծավալով։ Միաժամանակ քննչական կոմիտեն հայտարարում է, որ ընտրական գործընթացի վերաբերյալ արձանագրված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ եւ իրականացվում են նախաքննական գործողություններ։ Փաստաբանները նշում են, որ թեև իրավապահ մարմինները գործառութային առումով արձագանքում են ստացված հաղորդումներին, սակայն հանրային ընկալման մակարդակում շարունակում են մնալ հարցեր կապված արձագանքների համաչափության եւ տարբեր դեպքերի նկատմամբ կիրառվող մոտեցումների տեսանելիության հետ։